Կառավարության նախաձեռնությամբ կմշակվի հատուկ ծրագիր, որը կուղղվի սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը և մատչելիության բարելավմանը։ Վարչապետի խոսքով ծրագիրը կվերաբերվի հանրակրթական դպրոցների մոտ գտնվող մարզադաշտերին, ինչպես նաև այլ հանրային հողամասերին, որոնց կհանձնարարվի այս գործառույթը։ Իրակլի Կոբախիձեի խոսքերով, եթե ներդրողը կառուցի սպորտային ենթակառուցվածքներ և խաղահրապարակներ, նրան կտրվի համապատասխան հողամասի 20 տարվա վարձակալության իրավունք։ Ծրագիրը կհայտարարվի առաջիկա օրերին և դրան կարող են մասնակցել ցանկացած հետաքրքրված տնտեսվարող սուբյեկտ։ Պահանջարկը շատ մեծ է երեխաների շրջանում, հատկապես ֆուտբոլի առումով։ Շատ մեծ հետաքրքրություն կա և առաջարկը չի կարող բավարարել պահանջարկը։ Մենք պետական միջոցներ ենք ծախսում նման ենթակառուցվածքների զարգացման վրա։ Այս դեպքում մենք կարող ենք խրախուսել ներդրողներին ծախսել իրենց սեփական միջոցները և այդպիսով կարող ենք առավելագույնս նպաստել ենթակառուցվածքների զարգացմանը, մանկական սպորտի խրախուսմանը ոչ միայն ֆուտբոլի, ռեգբիի, այլև այլ ուղղություններով։ Կարծում եմ սա կլինի ամենաարդյունավետ ծրագիրը, որ կտա կոնկրետ արդյունքներ։ Այս ծրագիրը կհայտարարվի առաջիկա օրերին, և ցանկացած հետաքրքրված ձեռնարկատիրական կազմակերպություն կկարողանա մասնակցել դրան։ Մենք կարող ենք Վրաստանը սպորտի առումով վերածել նոր Խորվաթիայի՝ փոքր երկրի բարձրագույն մարզական նվաճումներով։ Մենք ունենք համապատասխան տաղանդ, և կարծում եմ անհրաժեշտ է այն առավելագույնս օգտագործել։ Այս մասսայական ծրագիրը, որը մենք առաջարկում ենք, շատ կարևոր քայլ կլինի այս ուղղությամբ, ասել է վարչապետը։